Այսօր խոսելու ենք վանականը, որը վաճառեց իր Ֆերրարին գրքի իմաստության մասին։ Եկեք նայենք Ջուլիան Մենֆլի պատմությանը։ Մի մարդ, ով կարծես թե ուներ ամեն ինչ։ Պատկերացրեք, հայտնի փաստաբան էր, միլիոնատեր, ուներ առանձնատուն, ինքնաթիռ ու փայլուն Ֆերրարի։ Բայց այս ամենի համար նա վճարում էր իր ժամանակով, խաղաղությամբ ու առողջությամբ։ Ու հենց դատարանի դահլիճում Ջուլիանը սրտի կաթված ստացավ։ Սա շրջադարձային պահ էր։ Նա հասկացավ, որ հարստությունը հոգևոր դատարկություն էր բերել, ու միանգամից արմատական որոշում կայացրեց։ Հրաժարվեց ամեն ինչից ու գնաց այն իմաստությունը փնտրելու, որի պակասը միշտ զգում էր։ Այս ճամփորդության արդյունքում նա 7 սկզբունք բացահայտեց։ Առաջինը՝ տիրապետիր մտքերիդ։ Կենտրոնացրու միտքդ դրականի վրա։ Մտածիր, թե ինչպես բարելավել քո եւ ուրիշների կյանքը։ Երկրորդ սկզբունքը քո ինչուն գտնելն է։ Հստակ նպատակը կյանքը դարձնում է կենտրոնացված։ Սահմանիր կյանքիդ գլխավոր նպատակը, հետո ստեղծիր փոքր քայլեր, որոնք կտանեն դեպի դրան։ Երրորդ իմաստությունը կայզենի կիրառումն է։ Անձնական աճի համար շատ հզոր գաղափար է։ Սա նշանակում է ամեն օր միտքդ սնիր նոր գիտելիքով, այդպես կբարելավես կյանքիդ որակը։ Չորրորդ սկզբունքը ինքնակարգապահությունն է։ Սա պետք է դառնա հզոր սովորություն։ Կարգապահությունը կարող ես մարզել փոքր, բայց հետևողական քայլերով, նույնիսկ երբ չես ուզում։ Հինգերորդ սկզբունքը հիշեցնում է. ժամանակն ամենաթանկն է, այն չես վերականգնի, պաշտպանիր այն։ Հարուստ թե աղքատ, բոլորս ունենք օրական ընդամենը 24 ժամ, ոչ ավել, ոչ պակաս։ Տարբերությունը այն է, թե ով ինչպես է օգտագործում այդ թանկարժեք ժամերը։ Վեցերորդ սկզբունքը բացահայտում է մի գաղտնիք. իսկական բավարարվածությունը ուրիշներին ծառայելու մեջ է։ Երբ օգնում ես ուրիշներին, դու ավելի մեծ բավարարվածություն ես ստանում, քան միայն քեզ համար ապրելիս։ Մի մոռացեք, ամենահարուստ մարդիկ նրանք են, ովքեր ծառայում են ամենաշատ թվով մարդկանց։ Եվ վերջին 7-րդ սկզբունքը՝ պարզ, բայց շատ խորը։ Մի զոհիր ներկան հանուն ապագայի։ Իսկական նպատակը հարստությունը չէ, այլ ճանապարհին երջանիկ ու լիարժեք լինելն է։ Վայելիր ընթացքը։ Հրաժարվելով հին կյանքից, Ջուլիանը նոր, շատ ավելի հարուստ կյանք գտավ։ Իսկ հիմա եկեք խոսենք ձեզնից։ Հիմա ամենակարևոր հարցը. ո՞րն է ձեր Ֆերրարին։ Ինչն է ձեզ խանգարում լիարժեք ապրել։